Ընկերներ ողջույն, միասին դիտարկելու ենք այսօր հետևյալ խնդիրը՝ արտածել դրական n թիվը չգերազանցող բոլոր այն բնական թվերը, որոնք առանց մնացորդ բաժանվում են իրենց թվանշանների գումարի վրա։ Մենք նման խնդիր լուծել ենք, բայց հստակ հաշվելու համար թվի թվանշանների գումարը։ Եվ այստեղ հենց այդ մեր լուծած խնդրի կոդն է, որը հաշվում է number-ի թվանշանների գումարը։ Այստեղ արդեն ոչ միայն թվանշանի գումարը պետք է հաշվենք, այլ նաև պետք է ստուգումներ իրականացնենք ու պետք է գրենք ծրագիրը պես, որ ինքը մեկից մինչև n թվերի համար հաշվի մի հատ թվանշանների գումարը եւ թվանշանի գումար հաշվելուց բացի նաև պետք է արդեն բաժանումներ մնացորդով իրականացնի։ Դե եկեք հասնենք խնդրի լուծմանը, ուրեմն number-ը հավասար int input։ Եկեք բան n-ով աշխատենք, ուրեմն n-ը հավասար է int input, այս n թիվն է, որ ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվելու է։ Գրենք ցիկլ, որը կպտտվի 1-ից մինչև n-ը։ In հավասար է 1 եւ այստեղ կատարենք աշխատենք հետեւյալ կերպ, while in փոքր կամ հավասար է n։ While in փոքր կամ հավասար է n, այս ամբողջ եկեք ես այսպես n-ի մեջ գրեմ։ Ուրեմն տեսեք ինչ հայեցի։ In հայտարարեցի, որը 1 է, n-ը որոշում է ծրագրի աշխատանքի ընթացքում եւ while-ը 1-ից մինչև n թվերը անդադ կրկնվում է։ Հիմա ամեն i համար ես պետքա կատարեմ իմ ստուգումը։ Նախ պետք է հաշվեմ իր թվանշանների գումարը եւ հետո կատարեմ համապատասխան բաժանումը։ Իր թվանշանների գումարը հաշվում է այսպես եւ արդյունքը գրվում է total-ի մեջ։ Հիմա ես այս number-ը կփոխարինեմ i-ով, որովհետեւ հաշվելու եմ i թվանշանների գումարը։ I թվանշանների գումարը այսպես։ Սա i թվանշանների գումարը հաշվում գրում է total-ի մեջ։ Բայց արդյունքում սրա in զրոյանում է, չէ՞, այստեղ in զրոյացնում ենք։ Դրա համար եկեք մի հատ էլ նախքան այս ամեն ինչը i պատճենը պահենք, copy in հավասար է i։ Ընտիր, copy in հավասար է i, այս number-ը պետք է սարքենք i։ Այստեղ ինչքան number-ներ կան, պետք է դառնար իր։ Ուրեմն copy in պահեցինք։ Հիմա պետք է կատարենք հետևյալ ստուգումը։ Եթե total տոկոս in copy in 0 է։ Copy in եթե s ու սա if-ով։ Եթե սա հավասար է 0-ի, որոնք առանց բաժանում են, ապա այդ դեպքում պետք է արտածենք, չգիտեմ բոլոր այն բնական թվերը, պետք է արտածենք copy in։ Print copy in։ Շատ լավ։ Բայց բացի սա, ժողովուրդ, մենք պետք է որ անվերջ ցիկլ չստանանք, ի արժեքը անդադ փոփոխենք, այսինքն in հավասար է copy i գումարած 1, այսպես։ In հավասար է copy i գումարած 1։ Եկեք այս տողը ես մաքրեմ։ Ու հիմա եկեք սա աշխատացնենք, ներմուծենք մի քիչ մեծ թիվ 45։ Copy in 12 տողում։ Այստեղ copy-ն առանց y եմ գրել։ Այստեղ նորմալ գրել եմ։ 45։ Տեսեք, ուրեմն արտածեց մենակ միանիշ թվերը։ Եկեք մի քիչ ավելի մեծ թիվ ուրեմն վերցնենք 156։ Այլ արտածեց միայն միանիշ թվերը 123, չէ, 123։ Կտրկի մենակ արտածվում է միանիշ թվերը։ Գրել արտածած թիվ չգրանցում բոլոր այն բնական թվեր, որոնք առանց մնացորդ բաժանվում են իրենց թվանշանների գումարի վրա։ Ну, այստեղ հակառակը էլի copy-ի տոկոսն է։ Այստեղ copy-ի տոկոս total։ Տեսեք, բերեց բոլոր այն թվերը, որոնք առանց մնացորդ բաժանում իրենց թվանշանների գումարի վրա։ Օրինակ 50 թվանշանի գումարը 5 է, ինքը նորմալ բաժանում է իր թվանշանների գումարի վրա։ 120-ի դեպքում էլ թվանշանների գումարը 3 է, 120-ը 3-ի նորմալ առանց մնացորդ բաժանվում է։ Այստեղ copy-ի տոկոս total։ Մի փոքր խառը կարող է թվել, որովհետև մենք փոփոխություն ենք անում նախկին կոդի վրա, բայց իրականում այստեղ դժվար բան չկա։ Պետք է ուշադրի լինել տվյալ դեպքում անվերջ ցիկլ չստանալ։ Տեսեք, այստեղ ես i արժեքը սա, որ հաշվում է գումարը եւ գրում total-ի մեջ, դարձնում է 0։ Դրա համար ես նախքան i օգտագործել այստեղ մի հատ իա պատճենը պահում copy-ի մեջ, որ ես հաջորդիվ իր հետ կանամ իմ գործողություններն իրականացնեմ եւ այստեղ i-ին վերագրում եմ copy-ի գումարած 1, քանի որ իմ պայմանը ի սկզբանե i-ով է գրված, այստեղ ես copy-ի չունեմ, ունեմ i։
Դրա համար ես մի հատ in բերում եմ իր նախկին արժեքը, copy in, դա in նախկին արժեքն է։ Իր նախկին արժեք գումարած 1, այս արդյունքը վերագրում եմ in եւ այսպես նույնիսկ այս ցիկլը իր աշխատանքը կատարում է։ Վերջ ընկերներ, այս խնդրի համար այսքանը, եթե հարցեր կունենաք մեկնաբանության դաշտում գրեք, սիրով պատրաստ եմ պատասխանել։ Չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տածը վիդեո դասերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։